Հայկական կոնյակ է, Այո։ Օրական 100 անգամ պատճում եմ, մինիմում։ Բայց Դրուզիա ջանը որտեղից սկսվեց։ Արդեն սկսում եք տանջել, թե ոնց պիտի հետ գնանք, բայց դե պիտի գնանք, ուզենք, չուզենք։ Անին մի ժամով տնից բացակայեց, всё, ես չկամ։ Ես հիմա եմ սիրարվել։ Պատակ չունեի ամուսնանալու, այդքան էլ այդ սիրուն ընկերի ունեի, չնայած իմ անից սիրուն չէր լինի ինքը։ Подожди, дорогая. Не торопись։ Հենց տեսամ Անին, ոտերից տակ, այսքան սառույց էր, մի անգամ ցալվով։ Ես մի անգամից իրան առաջարկություն եմ արել։ Լուրջ։ Ասել եմ Անի ջան, այնքան եմ քեզ հավանել, մաքսիմալ ուզում եմ մի հատ պատասխան տաս ինձ, այո կամ ոչ, այդքան բան։ Ասեցի այո, բայց հետո որոշեցինք, որ ինքը գնա յացնողների հետ, հետո հաջորդ օրն էլ նորից հանդիպեինք, որ իրար հասկանայինք իրոք այո թե ոչ։ Մի հարսիրուն սիմպաթիչնի տղա էր, ասես ոնց որ ասած, ինչ որ մի բան կար այդպես ձգողական։ Հետո ամեն ինչ այդ տարիների ընթացքում կորուստ տվինք շատ բան, շատ ասենք մանավանդ ջուղ էին գնացել, Մարտունի, ցուրտ ծմերը լինում, որ մեկ-մեկ տենում էի անից լվացք անում, բան աստված ասում ես, չեմ լեգինդ։ Էլմա դուրս այդ սարին, չէ ասի կյանքս աղաչիլաս, էսի քո վերջի ծմերն է Հայաստանում։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միանում են իմ ուղիղ եթերներին յուրաքանչյուր երեքշաբթի երեկոյան ժամը 22:00-ի 23:00-ի հատվածում, ինչ հատ հաճելի է շփվել այն մարդկանց հետ, ովքեր դիտում են, ովքեր սպասում են Հերմիե դիալոգ նախագծին եւ մյուս նախագծերին, որոնք հայտնվում են իմ YouTube-ի ալիքում, եւ իհարկե լսել նրանց կարծիքները, նրանց հարցերը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են ինձ, գիտեն, որ ես անցյալ շաբաթ մի նոր հաղորդում թողարկեցի YouTube-ին պաշտոնական ալիքում, որը պատմում էր Արցախ Կարպետ ընկերության հիմնադիր Սևակ Խաչատրյանի մասին եւ իհարկե Արցախ Կարպետի մասին։ Այս պահին առաջարկում եմ անոնսը դիտել ու եթե բաց եք թողել հաղորդում, ապա փնտրել, գտնել YouTube-ի իմ ալիքում եւ անպայման դիտել եւ առաջարկել ձեր ընկերներին։ Անոնսը այս պահին։ Ես շատ ուրախ եմ այսօր իմ տուն ռեստորանում ընդունելու մարդկանց, ում հետ վաղուց եմ ծանոթ, որոնց գործունեությանը վաղուց հետևում եմ եւ ես գիտեմ, որ շատ-շատերը աշխարհասփյուր հայությունը հետևում է ու Ժորժը, այսպես կոչվող YouTube-ի պաշտոնական ալիքին, մեր սիրելի Ժորժին, ով հայտնի է Դրուզիա ջան իր հայտնի արտահայտությամբ եւ տեսնում եք թե նա ինչ համեղ բաներ է պատրաստում, ինչպես է ճամփորդում եւ հատկապես երբ նա գալիս է Հայաստան, շատերն են փորձում նրան հանդիպել, նրա հետ նկարահանումներ ունենալ եւ ես իհարկե չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունը, հատկապես որ իրավունք ունեմ նրա ընկերը կոչվելու եւ իհարկե նրան եւ Չքնաղանին իմ տանը դիմավորելու, նրանք արդեն պարտաճանաչ մարդիկ են, եկան, գնամ դուռը բացեմ եւ միասին շարունակենք մեր զրույցը։ Դրուզիա ջան, բարև ձեզ, սիրուն եք Անի ջան, բարի գալուստ, մերսի, շնորհակալություն։ Ավելի երիտասարդ է դարձել։ Հա, դուք եք ավելի երիտասարդ դարձել, միշտ։ Հա, երևի։ Հայաստանի օդը ոնց որ Իրանը ասում է։ Բարի գալուստ իմ տուն, իմ հաղորդում, ես այնքան ուրախ եմ ես հանդիպման համար, մերսի ձեզ, որ այդ խիտ գրաֆիկի մեջ ժամանակ գտաք, հետ ինձ համար շատ ուրախալի է։ Ասում եմ, հա, հաղորդումը թողես, ասի չէ։ Իա։ Նման բան չկա։ Ո՞նց է հաղորդումը թողնել, ես դեմ եմ։ Ես սպասել եմ այս հանդիպմանը, նորից մեր հանդիպմանը ու շատ ուրախ եմ, որ այս ֆորմատում ենք հանդիպում ու դուք իմ տանն եք, իմ հաղորդման հյուրն եք, բարի գալուստ։ Շնորհակալություն, բարով տեսնվեցինք, մենք արդեն չկան ժամանակը ուզում էինք, չէ՞, այս հանդիպումը կայանը, բայց վերջապես ես առաջարկում եմ մի հատ իրար բարի գալուստ ասենք հայկական Դրուզիա ջան պապակալու, դա։ Այո, պապակալու, Դրուզիա ջան հայկական խաղունքինով Ես կարող եմ իմ ֆիշկան օգտագործել հաղորդման մեջ Դրուզիա ջանը, դա հայտնի ֆիշկա է,
մեր բարի նպատակներ այդ ձևի կոչվելու է, կստացի, հա, ասեմ, որ իմանաս դու։ Հա, արդեն Դրա մասին լռում եք։ Դրա մասին չենք խոսի ոչ մի անգամ։ Այո։ Չէ, իրականություն դառնաց։ Բայց այդ Դրուզիա ջանը որտեղից սկսվեց։ Հերմինե ջան, հավատա չգիտեմ, բայց ծնվեց մեջս, որ Դրուզիա ասում էի, հետո պատահական Վասիլի ջան չավելացնեմ մեր հետևողներին։ Հայկական Բրավո, մեր հանդիպման կենացնենք խմելու, մեկ էլ ինձ ասելու եք, թե այս անգամ Հայաստան գալու այցի նպատակը ո՞րն էր, Վալի ջան։ Ասենք մենք հուլիս ամսի 12-ին քերուս ընդյան օրներ 85-ամյակն էր լինելու, մերոնք Մոսկվայից զանգեցին, դե մերոնք արդեն Ժորժ ջան բայց չես գալու, ասի չէ, այդ մեկը չեղավ, քերուս հարգում սիրում եմ, բայց չեմ կարող գալ, որտեղ ժամանակ չունեմ, աշխատում ենք։ Ահա։ Բայց ես բան արի, էլի, բարձրապես կոպիտ ասած ցրեցի։ Բա ոնց կլինի քերուս ծննդյանորն ասի, չէ, չեմ կարող գալ, իրականում չեմ կարող գալ, ու վերջ, всё, ստոպ։ Զրուցենք, վերջացրենք, երեխուն ասի Մարիային ասի, թե Դիանա ջան, 5 աղջիկ ունեն գիտես։ Այո, Դիանա ջան, շուտ տոմս նայի, թռնում են Երևան։ Էլի չի ասի, քերուս ծննդու համար ոչ կարան չգնալ։ Իհարկե։ Եկանք ամսինին եկել ենք, ոչ մեկի չենք ասել, մենակ մի հատ բան կա, Ստեփան կա, ծնունդների ա գնում բանալում, Ստեփանին եմ տեղեկ պահին, որ ամսի 12-ին գաս մեզի վերցնես, գնանք սրահում Անակնկալ մատուցենք հերուս։ Շատ հուզիչ էր, ասեմ, վիդեորոլիկը դրել եմ, անգամ նայում եմ, հուզվում եմ միշտ, ինքը արդեն մեծ է։ Լավ։ Երկար տարիների առողջություն եւ մեկ անգամ եւս բարի գալուստ իմ տուն, բարի գալուստ կրկին հայրենիք։ Ինձ հետաքրքիր է, ինչ զգացողություններ եք ունենում ամեն անգամ Հայաստան գալուց, անի։ Ես շատ մեծ, հավատացեք։ Ամեն գալուց սրտատրոփ սպասում ենք, որ լինենք մեր երկրում, բայց որ գնալու օրերն ամոտիկանում արդեն սկսում է տանջել, թե ոնց պիտի հետ գնանք, բայց դե պիտի գնանք, ուզենք, չուզենք, յուրաքանչյուր երեխեքը, թորները, բոլորը այդտեղ են, ու մեզ սպասում են, դաժե մենք կարոտում ենք։ Իմ համար այն ժամանակ, որ օդանավը իջնում է, ես կպնում եմ գետին կամ արդեն վերևից տեսնես, ես ուզիչ եմ։ Դա շատ։ Ամեն անգամ։ Բարով տեսանք։ Բարով տեսանք։ Տակար։ Այո։ Մենք այսօր տակար։ ուտեստների հետ փորձելու ենք հենց Արմենիա վայնի գինիները, հուսամ կհավանեք, լավ բաներ եմ ընտրել։ Արմենիան վայնը ծանոթ է մեզ, բայց մենք կփորձենք, այո։ Ես առաջարկում եմ տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, ճաշենք եւ զրուցենք։ Այնտեղ հիմա։ Այո։ Okay։ Դուք վայ։ Հրավերքի համար մեր տակառը տանում ենք մեր հետ։ Այո, առաջին ուտեստի հետ հենց այս խաղուն գինին ենք փորձելու։ Բուշանը թողնեմ ստեղ։ Բուշանը թողեք։ Ես երկար մտածում էի, թե իմ սիրելի հյուրերին ինչ առաջարկեմ, ինչպիսի ճաշացանկ կազմեմ, որպեսզի զարմացնեմ, որովհետև դե գիտեք, որ նրանք շատ հաճախ են լինում գաստրոնոմիկ հաճույքների մեջ, բայց հասկացա, որ պետք է շեշտը չդնեմ զարմացնելու վրա, որովհետև ես չեմ կարող մրցել իհարկե իմ սիրելի հյուրերի հետ այդ հարցում, դրա համար կպատրաստեմ այն, ինչ կպատրաստեի ցանկացած մարդու համար, ով կարող էր ինձ մոտ հյուր գալ, այսինքն համեղ, գեղեցիկ եւ յուրահատուկ։ Բրինձ Ճիշտն ասեք, ով է ինձպես սիրում բրինձ։ Ես կարող եմ ամեն օր բրինձով որևէ համեղ ճաշատեսակ փորձել։ Նույնիսկ հենց այնպես պարզ, հասարակ բրինձը ինձ կարող է երջանկացնել, բայց այսօր պատրաստելու եմ բրինձով, կարմիր բրինձով աղցան։ Այո, ճիշտ լսեցիք։ Ես իհարկե ընտրում եմ Բրավոլի ընկերության կարմիր բրինձը, առհասարակ այս ընկերության բոլոր պրոդուկտները ֆանտաստիկ են։ Նախ խնդրում եմ մի հատ նայեք ինչ գեղեցիկ փաթեթավորում։
ինչպես կարելի է դարակաշարերի վրա չֆիքսել եւ չվերցնել այս գեղեցկությունը եւ բացի այդ խնդրում եմ նկատեք, որ հենց տուփի վրա կա QR կոդ։ Եթե անցնեք այս QR կոդով, ապա հայտնի շեֆ խոհարարներից հրաշալի բաղադրատոմսեր կառաջարկեն ձեզ QR կոդի միջոցով։ Սա էլ հետաքրքիր է, որտեղ կան մարդիկ օրինակ չգիտեն ինչ պատրաստել կարմիր ոսպից կամ օրինակ այս միքսից, այնպես որ այս լուծումը գտել է Bravo-ի ընկերությունը։ Իդեպ ասեմ, որ Bravo-ի ընկերությունը Հայաստանը ներմուծում Mega Food-ը, իմ սիրելի գործընկերը, որի պրոֆեսիոնալ աշխատակիցները ամբողջ աշխարհի հայտնի ընկերությունների հետ մշտապես կապի մեջ են, քննարկումների մեջ են եւ Հայաստանը ներմուծում ամենալավ, ամենավորակյալ մթերքները, որոնք էլ հասնում են մեր սեղանին։ Այնպես որ պատրաստելու եմ Bravo-ի ընկերության կարմիր բրնձով շատ յուրահատուկ աղցան։ Ջուրը եռում է, ավելացնում եմ աղ, կարմիր բրինձը սովորական սպիտակ բրնձից ավելի ուշ է եփվում, մոտ 30 րոպե եռալու է ցածր կրակով, բայց իհարկե ստուգեք, փորձեք, ձեր քիմքին հարմար լինի, նոր օգտագործեք եփելուց հետո։ Պատրաստ է եփվեց կարմիր բրինձը, ես հիշեցնեմ, որ ի տարբերություն սպիտակ բրնձի ավելի հարուստ է հակաօքսիդանտներով եւ բջջանյութերով, եւ եթե բալանսավորված եք ուզում սնվել, ապա կարմիր բրինձը ձեր ռացիոնի մեջ կարող է մտնել եւ ավելի երկար հագեցածության զգացողություն է տալիս։ Աղցանը շարունակում եմ պատրաստել։ Ռուկոլա, չերի լոլիկ, կտրում եմ նեկտարինը եւ տապակում եմ։ Ավելացնում եմ արդեն եփված կարմիր բրինձը։ Համեմում ենք աղով, պղպեղով։ Կիտրոնի թարմ հյութ եմ քամում, ձիթայուղ։ Վերջ, ինչ գույներ, ինչ բույր։ Ես մատուցում եմ առաջինը աղցանը։ Պիտի որ բավականին հետաքրքիր լինի, տապակած նեկտարին է, լոլիկ, ռուկոլա եւ կարմիր բրինձ։ Մեր բոլոր սիրած բաներն են։ Դա ես հիմա ձեզ կհյուրասիրեմ։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան ջան։ Օհո։ Ես առաջարկում եմ փորձենք մեր աղցանը, մեր նույն խաղում գինով, վստահ եմ շատ լավ է համադրվելու։ Բարեխորժակ, փորձենք։ Բարեխորժակ։ Ես առաջինը դեղս եմ փորձում հայկական անուշան դեղսով։ Վախ, մամա ջան։ Դեղուզիա ջան բոմբա։ Բայց իրոք շատ համով է։ Ինչ ուրախ եմ, որ դուր եկա, շնորհակալություն։ Չեն կարող չհավանել։ Դե մի քիչ վախենում էի։ Եթե ասում շատ լավն է, ուրեմն հավանեցի։ Բայց որ ուտում եմ ու ձեն չեմ անում, ուրեմն չեմ հավանում։ Ես իրականում վախենում էի ճաշացանքը կազմելուց, որովհետև ասում էի, դե դուք այնքան համեղ բաներ եք պատրաստում։ Ես ախր ինչ պիտի պատրաստեմ, որ հիացնեմ։ Ես չեմ կարող։ Բայց բան անեմ։ No, շատ լավն է։ Շնորհակալություն։ Продолжение следует. Այո։ Давай. Շորաս։ Ապրեսեր մինե ջան, աղցանը իրականում վերջներ։ Շատ ապրես, գերազանց։ Այո, գերազանց։ Հավանեցինք։ Մերսի, Կարծեմ շնորհակալ եմ։ շատ մարդկանց օգուտ կտաս դու քո բաղադրատոմսերով։ Հուսամ, գիտեք, կանայք շատ են խոստովանում, որ պատրաստում են բաղադրատոմսերով, ինձ էլ իհարկե հաճելի է։ Դե ձեր բաղադրատոմսերի մասին ես լռում եմ, որովհետև ամբողջ YouTube-ը ողողված է պարզապես մեկը մյուսից համեղ ուտեստներով գժվացնում եք ուղղակի։ Բայց միշտ դրան անդրադառնալը ինձ շատ հետաքրքիր է խոսել ձեր երկուսի մասին, որովհետև Անին մի ֆանտաստիկ աշխատանք է անում նաև կադրից դուրս, որպես թիմակից։ Заслуженный оператор։ Անի, Բացի այդպես առանց իրան կյան չկա։ Ես Անին մի ժամով տնից բացակայեց, всё, ես չկամ։ 20 անգամ դիզайн։ Այ դե հիմա պատմեք։ Ոնց է սկսել ամեն ինչ, որտեղ եք հանդիպել, ոնց եք սիրել իրար, ոնց է շարունակվել։ Ես հիմա եմ սիրարվել։
Ճանճաշիկ տղամարդ եք։ Բասր չէ հիմա։ Ժամանակ ես հավելեցի շատ սիմպաթիկ աղջիկ։ Մի անգամից ամուսնության առաջարկ արեցի։ Չէ, մի վարդյան։ Հա, օքեյ, լավ, չեմ խոսում։ Մի րոպե, խնդրում եմ ամեն ինչ հանգիստ եւ սկզբից։ Որտեղ էր, դա որ թվականն էր, ինչ պայմաններում էին, որովհետեւ դուք երկուսով հարցազրույց շատ չեք տվել եւ իսկ կարծում եմ որ մարդը Էլա, տվել եք, բայց ես չեմ սիրել խորանալ։ Բայց իմ ձեռքից չեք բարձրացել։ Այ ես հասկանում եմ։ Ես Դե պատմեք, որտեղ էր։ Նայեք, երկրաշարժի տարիներ 88 թիվ, չէ։ Այդ ժամանակ ես արձակուրդի մեջ էի գտնում, ես ծառայում էի Գերմանիայում։ Զինվորական ծառայությունս բրծել էր ու ես պայմանագրով մնացի աշխատելու։ Ահա։ Ահա։ Այդ 85 թվին ես եկա արձակուրդի ու նպատակ չունեի ամուսնանալու, այդքան էլ մեծ սիրուն ընկերի ունեի, չնայած իմ անից սիրուն չէր լինի ինքը, չէ՞ կյանքս։ Չգիտեմ։ Հա։ Եկամ արձակուրդ, իմ օրերը արդեն դեկտեմբեր ամիսն էր, չէ, նոյեմբեր ամիսին արդեն վերջանում էր օրերը, որ պետք է գնանք ու երկրաշարժն եղավ։ Արդեն այդ ժամանակ մենք օտոմատիկ կներեք մեկ բառերից համար բան ստացանք հեռագիր, որպեսզի դուք կարաք ձեր արձակուրդները երկարացնեք, անկախ որ գոտում եք։ Իսկ Հայաստանում որտեղ էիք ապրում։ Մարտունի։ Մարտունի, այն ժամանակ դեռ Մարտունիում էիք։ Հա, Մարտունի հա ծնողներս ընդեն ես, բայց ես հա արձակուրդս որ երկարեց, ես էլ լավ, մի քանի օր ժամանակ ունեմ, գնամ Արարատի շրջան, Իմիկվա ոսկետապ գյուղը, նախկին անունը չեմ ուզում ասեմ, քերուս տենամ, քերենք ասիրանց շատ էի սիրում, չկան իրանք հիմա։ Ու ընդեղ քերուս աղջիկ ասավ, անունս ոնց տամ հիմա։ Ժորժ էի։ Ասեք Ժորժ, ոչինչ, թող այդ գաղտնիքը չիմանա։ Ասավ Ժորժ ջան, բա չես ուզում ամուսնանալ։ Ասին ես ուզում եմ, բայց պետք է հավանեմ, պատական աղջկա չենք ուզում։ Քանի տարեկան էիք։ Այդ վաղ 10 արդեն արդեն 22 էի։ Դե միջև ամուսնացամ արդեն տարեֆրա տեղա 23, չէ՞ Երբ չենք ասում առաջ 22 տարեկան Մարտունիում ասում են չես ուզում ամուսնանալ։ Ուզում էի։ Հետո բամ ասի ուզում եմ, բայց սիրուն աղջիկ եմ ուզում տենամ, այդ օրը երկրաշարժի ամսի 7-ն էր թե 8-ն էր արի։ Արդեն եղել էր երկրաշարժը։ Անին աշխատում էր պահածոների գործարան։ Արարատի շրջան, այդ գյուղում պահածոների գործարանը իրանք թիմով, իրանք խմբով, աղջիկներով եկել են միտեղ, չգիտեմ որ գյուղներ։ Այգևան գյուղ։ Այգևան գյուղ լավաշ էին թխում, որ օգնություն ուղարկեն գնա երկրաշարժի գոտի։ Ինձ տարան այդ որտեղ աղջիկները քերոս աղջիկն ասավ մի հատ աղջիկ կա դե հենց էլնի իրան ցույց կտանք подожди дорогая не торопись Ահա լավ ասի նայեք քելեն անկարդ բան չտակ որ ես եկել եմ աղջիկ տեսնելու ես կարող չեմ հավանում իրականից ինչի պետք է այդ ձևի պետք է չլինի տանջվեմ հա գժվեմ հանկարծ մի անգամ սերալեմ Հելան ասավ են աղջին, ասի չէ գնացինք ստեղից շուտ գնացինք լավ է։ Всё, վերջացավ ամուսնության մասին չենք խոսում, այդ թեման փագա։ Ոնց ասինքն դուք առաջին անգամ տեսել եք, չեք հմայվել։ Իրա մասին չի խոսում։ Ուրիշը։ Հա, ուրիշ աղջկա։ Հետո եկանք Քերուստուն, ոսկետապ գյուղ, այն ժամանակ ավտոբուսներ էր, 127 ավտոբուսներ, հիշում եմ Երևանից գնում էր, 117։ Երևան Արարատ։ Երևան Արարատ։ Արարատ Երևան։ Արարատ Երևան։ Քերուստղաների հետ գնացինք ավտոբուսի կանգար, սպասենք ավտոբուսին, ցավը տանեմ, դա ոնց է ասո կամքով էր։ Բախտս բացվել էր չէի, ավտոբուսը չէր գալիս։ Մի ժամից սպասում ենք, չկա ավտոբուս։ Բայց միջև այդ քերուս աղջիկ ասավ, մա տնից սիրուն ընկերի ունեմ, լավ կոֆեի բաժականայում։ Իբր թե անին։ Ասի բաուր այդ կոֆեի չկա ընկերին ասի լավ, մի խոսքա, մենք գնացինք այդ կանգարը, սպասենք մի ժամ ու կես, չկա։ Մեկ էլ քերուս աղջիկ անի հետ գալիս է։ Քերուս տղեն բայանդուրն ասավ հեն անելի ընկերուհին անի հետ գալիս է այդ կոֆե նայող աղջիկն է։ Հենց տեսամ անին ոտերից տակ, այսքան սառույց էր, մի անգամ ցալվով։ Իսկ երբ անին տեսավ,
Անին Դու չգիտեմ։ գիտեիք արդեն, որ այնտեղ մեկը կա, որ ձեզ է Չէ, սպասում։ հաստատ չէ, անկեղծ ոչ մի բան չեմ Մեզ ասին լավ, հետ գնանք քերուտուն մի հատ, ասի գնացինք մի հատ կոֆե խմենք, բայց չէ, իրական։ Ջահելներով։ Հա, ջահելներով մի հատ կոֆե խմենք, ասի կնայես իմ բաժակը, դե մի քիչ գիտեր նայել էր, խմենք բրծանք, ասավ տերև կա, ամուսնություն կա, ասի դու ես։ Ես մի անգամից իրան առաջարկություն եմ արել։ Լուրջ։ Ասել եմ Անի ջան, այնքան եմ քեզ հավանել, մաքսիմալ ուզում եմ մի հատ պատասխան տաս ինձ, այո կամ ոչ, այդքան բան։ Ինչ պատասխանեց ամեն։ Ասեց այո։ Լուրջ։ Հենց այդպես առաջին հանդիպմանը։ Ասեցի այո, բայց հետո որոշեցինք, որ ինքը գնա ծնողների հետ, հետո հաջորդ օրն էլ նորից հանդիպեինք, որ իրար հասկանայինք իրոք այո թե ոչ։ Ինչու ասացիք այո առաջ։ Այո, հավանե, սիրոս իմ պտղայի հայրեն։ Ինքն էլ ասեց Չէ, հասկանալի է, բայց մի անգամից անծանոթ, մեկ էլ վերևից ձյան նման Այսինքն ցախում է գլխին։ որ քերու ընտանիքը ճանաչում էինք, վաղուց մենք շփում էինք միասին, տենց ոնց որ ասած ինչ որտեղ բան կար էլի Շուշենի, որ ասինք լավ ընտանիք են, լավ մարդիկ են, բան, տենց ու հետո ինձ սիմպաթիկ տղա էր, չէ, քեզ ճիշտն ասեմ, Հերմինե ջան, Մայ սիմպաթիկ տղա է։ հա, մի հար սիրուն սիմպաթիչնի տղա էր, ասես ոնց որ ասած ինչ որ մի բան կար տենց ձգողական, տենց Ուշքներդ գնաց։ Հա, մեկս մյուսի ոնց որ ասած այդ պահին դուր եկանք հավանեցինք։ Հետո հաջորդ օրը գնացինք Երևան, Անիս հետ համաձայնություն տվինք, նստանք նույն ավտոբուս, ինքը գնաց իրաց գյուղով անցնում Կիրովի սովխոզ, հիմա Առաջ Կիրովի սովխոզ, հիմա Տապերական։ Ապերականում լավ խաղող։ Անիս են ավտոբուսի այն բաներ որ բռնում են, ձերս դրի բռնյասի կյանքս մատանուտ համարը արդեն վերցրել եմ։ Ինքը իջավ, ես գնացիմ ու հաջորդ օրը քնանում եմ Երևան, հաջորդ օրը շուտ հետ վերադարձամ այդ գործարան, որ դին Անին աշխատում էր։ Ինչն էր ձգում այդպես։ Չէ՞ որ վերջի անծանոթ էիք։ Շատ չամիչ էր ինքա, միջև հիմա չամիչ է մնացել է նույն փլավի չամիչը։ Համը չի փոխվի, ավելի լավացել է։ Ու այդպես Երմինե ջան, ծնողներից բերի Անին ուզին տարանք առանց Երաշչյան թեթև հարսանիք, արինք պրիամատան մեջ Որտեւ երկրաշարժ էր։ ու գնացիմ Գերմանիա։ Քանի տարի է անցել։ Օ, 37 տարի արդեն։ 37 տարի։ Ոնց է կարողանում այս սիրահարվածությունը, այս մեկը մյուսին մեծարելը, այս կոնֆետկա հարաբերությունները պահել, կոնֆետ հարաբերություններ են լրիվ։ Չգիտեմ, ոնց է, բայց Ում տաղանդն է դա, ում շնորհն է դա։ Գավարի։ Դու ասա։ Կասեի, որ ավելի շատ Ժորժից է գալիս, որ ինքը շատ ուշադիր է, շատ ջերմ է, թեկուզ կլինեն ինչ-որ մի ընտանիք է, պատահում է փոքր սենց բաներ, բայց չէ, ուղղակի դե հիմա, բայց ամեն դեպքում, ասինք ինքը շատ ջերմ է, միշտ ուշադիր է ընտանիքին, երեխեքին, ասինք միշտ մեր հետ է, մեզ երբեք բաց չի թողնում։ Բրավո։ Ու էդի փոխադարձա նույնը ես տենց ամեն ինչը պաշտպանում ենք Փարքասո մինչև առեսօր ոնց էր ասած ունենք սիրուն ընտանիք երեխեք թորնիկներ որոնց մասին մենք կխոսենք անպայման այդ դեսերտի ժամանակ թորնիկները քաղցրություն է թողել եմ քաղցր բաժնում Ժակալից առանց իրենց իսկ ինչ պետք է անի կինը, ինձ հետաքրքիր է եւ դա նաեւ կարող է լավ խորհուրդ լինել երիտասարդ, ավելի երիտասարդ սերնդին։ Ինչ պետք է կինը անի, որ տղամարդ այդպես այդքան տարի անցել սիրահարված լինի։ Ինչ էր անում Անին, ինչ է անում։ Անին հենց գիտես շատ բաներ կա, որ ասեն կարելի է քննարկել, բայց հատուկ բան չի անում Անին։ Պրոստը ինձնից էր գալիս, հետո ինքը շատ լավ երեխեքի մամա է, ճիշտ դաստիարակում է իր երեխեքին, աղջիկ երեխեք են չէ՞ մեր, ինքը շատ ճիշտ տեղին է դաստիարակում, անգամ ինձ խոսալու տեղ չի թողում, ասելու երեխեքին, նկատողություն անեմ, կարող է լինի նման բաներ, չգիտեմ, իր մեջ շատ բան եմ հավանում, մաքսիմալ շատ։ Ամենամեծ բարդությունը, որ Օրական 100 անգամ պատճում եմ, այդ մինիմում։ Էդի ամենամեծ թերությունը։ Ամենամեծ թերությունը որ քիչ է պատճում։ Ես զարթնում եմ ինքը քնած, ես պետք է իրան անպայման համբերեմ միշտ եմ։ Ես քնից չեմ անի իրան։ Ես չգիտեմ իրան ուրիշ ձև
ինքը գրավել է մեջ։ Դուք մի ֆրազա ասացիք հիմա ավելի շատ եմ սիրում, Հիմա այ այո։ հիմա եմ սիրում։ Ինչի՞ց Դե ժամանակ ես չի ոնց։ սիրարվել իրան, չէ, պարզապես ինքը շատ բան է սիմպաթիկ հայերեն ոնց են ասում։ Հաճելի Հաճելի հմայիչ։ հմայիչ աղջիկ էր, բայց հիմա իրականից շատ եմ սիրում։ Ու իթալով էդի շատ է։ Հիմա ծանրություն առաջացել իր սերը ու իր առանց իրան ես չեմ կարող մնալ։ Ճիշտ է ասում։ Հա, ու Շատ շատ ասում էր եթե չզանգեմ։ Հա, ես շատ ժամանակ Հերմինե ջան, որ տանից դուրս եմ գալիս, ասում եմ ինչ անեմ, հեռախոս անջատեմ որ պապա չզանգի, թե չէ երևի սա սկսել է մի 100 անգամ զանգել։ Այդտենց բնավորություն առանց ինձ չի կարում։ Ես ասում եմ, բայց երևի էլ մի քիչ դժվար կլինի, ասենք չեմ ավելի ուշ տարիքային էլի, ասում եմ դժվար կլինի առանց իրար, ասում եմ պետք է մի քիչ բան անենք էլի, ոնց որ մի քիչ շատ են կապված, ահա որ։ Լավ է դա։ Հա, դա շատ լավ բան է, շատ։ Գիտեք, սա նաև հրաշալի օրինակ է ձեր դստրերի համար, որ տեսնեն թե կինը ինչպես պետք է զգա իրեն, Բայց դու գիտես, որ մեր իրեք փեսաները իմ բնավորություն ունեն։ Դե օրինակը տեսել են, որովհետև Առանց իրանց կանանց չեն կարող գնալ, մենակ գնան նստեն բար, ռեստորան, ընկերներով չկա։ Ոնց որ հիմա ես չեմ ընդունում, 1000 տեղ հրավիրում են ինձ Երևանում, տղերքով են չի ասում, կներեք չեմ գա։ Եթե ընտանեկան հանդիպում է, ընտանիքների հետ ես ընդունում եմ։ Բայց մենակ չեմ ընդունում։ Իսկ թանգարան պետք է ձեզ տեղափոխել։ 100%։ Որովհետև հայ տղամարդկանց մեջ հիմա շատ դժվարությամբ կգտնես մեկին, ումից կլսես այն ամեն ինչ, ինչ որ մենք հիմա լսում ենք։ Եվ շատ հաճելի է եւ փաստորեն ամեն ինչ չի որ կորած է, փաստորեն դեռ հույս կա, դեռ ամեն ինչ արժևում է։ Այստեղ այս գեղեցիկ հարաբերությունները։ Բելգիայում ո՞նց հայտնվեցիք։ Ահա։ Մենք Գերմանիայից հետո որ մենք եկանք 91 թվականներին, մեր հայերը ասում են մութ ու լույս տարիներ, չէ։ 91 թվականին հետ եկանք մեր երկու աղջկա հետ, մեր երկու աղջիկները ընդենց են Գերմանի մեծերը։ Եկանք մի քիչ մեր համար դժվար էր, արդեն մենք Գերմանի ապրել էինք, կյանքը լավ էր, գիտեինք, շատ լավ էր, լավ վիճակով էինք հետ եկել։ Հետո ամեն ինչ այդ տարիների ընթացքում կորուստ տվինք շատ բան, շատ ասենք մանավանդ գյուղ էինք գնացել, Մարտունի, ցուրտ ձմեռ էր լինում, որ մեկ տենում էի անից լվացք անում, բան Աստված ասում էի, չեմ ներինց։ Էլ դուրս այդ սարին չի ասի, ասի կյանքը զապանջի դաս, էսի քո վերջի ձմեռն է Հայաստանում։ Հա։ Ու գնացին։ Եվ խոստումը կատարեց։ Ահա։ Ինչու Բելգիան ընտրեցիք։ Հավատա Բելգիան մենք առաջինը Գերմանիա չէի ուզում։ Գերմանիա ճիշտ ապրել է, բայց չէի ուզում, պարզապես ինչի չէի ուզում, չգիտեմ, չեմ ուզում։ Բայց Բելգիայի մասին լսել եմ, որ լավ երկիր է, Բելգիան ավելի շատ ազատ երկիր է մեր ժողովրդի համար։ Մեր հայությունը շատ լավ ապրում են, փառք Աստծո, շատ ուրախ եմ դրա համար, մեծ համայնք ունի։ Ճիշտ այն ժամանակ չկար էդի։ Մենք գնացինք Հոլանդիա, մեր բարեկամները ասեցին Բելգիա գնացեք ապրելու։ Եվ մենք քաղաքական ապաստարան ուզեցինք Բելգիայից մի տարի կես հետո մենք ստացել ենք այդ ստատուսը։ Ու եղանք Բելգիայի քաղաքացի։ Իսկ թե ինչ էր կատարվում Բելգիայում եւ ինչպես ընդհանրապես հայտնվեց բլոգինգը, YouTube-ը, Instagram-ը, Facebook-ը, Ժորժի եւ Անի կյանքում կճշտենք հաջորդ ուտեստի ժամանակ, բայց ես մի բան եմ ուզում խնդրել։ Ես սովորաբար իմ հյուրերին միշտ ուզում եմ որ վայելեն, չհոգնեն եւ այլն եւ այլն։ Եւ իրենց խոհանոց չեմ թողնում մուտք գործեն, որովհետեւ ուզում եմ հանգստանան, բայց ձեր պարագայում Անի ջան դեսեն ախր sense հանդիպումը ոնց կարելի է բաց թողնել կրակի կողքին կանգնելով։ Ես առաջարկում գնանք իրար հետ խոհանոց, արագ տապակենք միսիկները ու հետ գանք։ Okay, այս անգամ դու ներված ես։ Շնորհակալություն։ Պожалуйста, խնդրեմ ցավտանեմ, բայց ես քո բալկոնում այդ լավ գրիլ եմ նկատել։ Ես ամաչում եմ, որ ես չեմ նախապատրաստել։ Ես իմ մեծ բացառում։ Ես խոսք եմ տալիս մեր ձեր լսարանին։ Այո։ Որ մենք ես իմ ձեռքով Հերմինեի հետ, ես Անին անպայման մի լավ ուտես, նոր բան կպատրաստենք, ու գրիլի վրա ինչ կարելի է պատրաստել, միս, պարզապես։ Այո։ Մյասա։ Մյասա։ Անցան գործի։ Գործի գնացինք։ Հայկական կոնյակ է, բերնի։ Այո։
բոմբա խալությունը։ Երկու կողմից է ցակոտիներ կանենք, սավա։ Սավա շեղի։ Շեղամիտ ջան, j'adore, je t'aime toi։ Ինչով եք տապակելու, ձիթայյուղով թե կարակով։ Երկուսն իրար հետ է շատ լավ լինում։ Բայց ինչ գիտեիր, բայց դա դեռ համահունջ է երկուսն իրար հետ։ Այո։ Ես կավելացնեմ թավայի մեջ ձիթայյուղը եւ կարակը ձեր թույլտվությամբ, թե չէ։ Չէ, ավելցրա, չէ, արդեն միացրել ես։ Չէ դեռ։ Դե միացրա է։ Միացնում եմ։ Շեֆ, ինչպես կասեք, ես պատրաստ եմ։ Սախտորել մաքրեմ։ Առանց մաքրել ջարդեք ու լցրեք։ Ես ես կվերցնեմ։ Մեկ, երեքա թերիքա։ Այս երկու։ Սախտորը շատ լավ բան է, գիտես շատ օգտակար սախտորը։ Այս Ջան, շուտ աղջիկ Բայց համով է լավ, ես եմ արել, համով չէ լավ, Հերմինեն դա արել։ իմ հայտնի խոսքն է, ես որ մի բան պատրաստեմ, ասում եթե համով լինի, ուրեմն ես եմ պատրաստ, եթե համով Լուրջ չի, ես ասում։ ուրեմն հյուրը հետը բերել է։ Բայ արև, ես չմտածված եմ ասել դա։ Հաճելի է, որ ես ինձ կարող եմ կանգնել, իմ շամպայնը խմել։ Բարով տեսանք, Ռուզիա ջան։ Ես չհաճելի ջան։ Ինչ հաճելի է գտնվել Երևանում, Հերմինե Ստեփանյանի օջախում, մեր տունը ռեստորան, հա, այդ ձևա Տու կոչվում։ ռեստորան։ Ձերքով ենք անում, հա։ Համու հոտը ձերքի մեջ է։ Ես էլ եմ միշտ ձերքով։ Գիտես, ես ձերքով սիրում եմ, ռեստորանում լինեմ, ես ձերքով օգտվում եմ։ Ինձ համար շատ հաճելի է ձերքով ուտելը, շատ приятно очень։ Դե միսը տղամարդի ձեռքա սիրում էլի։ Համաձայն չեք։ D'accord։ Նայեք, սեմ, մի կողմի վրա, որպեսզի ջուրը դասեցնեմ։ Այո։ Ու կայֆույեմ։ Վախ, մամազակ, քուսիատնա դիտեցնա։ Էսի շատ կարևոր պրոցես է, որ պետք է անեք բոլորը, ովքեր որ պատրաստում են Ժորժի եւ Հերմինե Ստեփանյանի հետ։ Շատ ուրախ Մեր գնացը ցավը տանել, մեր հանդիպման համար։ Մենք առաջին անգամ չենք որ տեսնում ենք Հերմինեի հետ, հա, ասել եք այդ Այո, ես ասել եմ։ Մենք Ես ամենաիչև ձեր գալը ասել Հա, ասել եք, օքեյ։ Մենք հին ընկերներ ենք, լավ։ Հայկական կոնյակ է բերում։ Այո։ Բոմբա խալությունը։ Վախ, չո։ Չա։ Մի քանի վայրկյան եւ ես կմատուցեմ այն համեղ սթեյքը, որ պատրաստեց իմ սիրելի Ժորժը եւ հետնել համեղ սոխով շատ յուրահատուկ մի բան, որի բաղադրատոմսը դուք կտեսնեք հաղորդման մեջ։ Մեկ կոճակը, լայք, Նա գնացինք փորձելու։ բարյախորը գնացինք։ Չեմ համբերում երբեք փորձելու։ Լավ, ես առաջարկում մի հատ փորձենք, հետո նոր գինին հյուրասիրեմ։ Գնացինք։ Օ, ես Միսը շատ լավն է։ Շատ լավ միսա ու Ճիշտ, ռոզե, եփվածություն, խնդրում եմ, մի հատ գույնը, ախորժալի։ տեսեք ինչ ճիշտ եփվածություն։ Հերմինե ջան, ապրես դու։ Ես Վերջապես քո ձեռքի արածը Ժորժը կերավ Անահիտի հետ միասին, հա, վերջապես ձեր ձեռքի արածը ես նորից կերա։ Մենք մի հատ ուրիշ մի անգամ գնում լավ վիդեորոլիկ նկարենք, ու ես արդեն ռեցեպտն ունեմ, նայեք ինչ կրասիվացի։ Շնորհակալություն, որովհետև եթե դուք չգայիք, ես չգիտեմ սթեյքի գործի մեջ կմտնեի, թե ոչ։ Մտանք։ Մտանք, հա, իհարկե, մեկ անգամ եւս փաստում եմ, որ հայկական ցլիկի միսը, տավարի միսը միևնույն մի փոքր ձիգ է։ Մի քիչ ձգոտ է, հա։ Բայց դուք շատ ճիշտ էիք բռնացրել այդ վարդագույնը, այնպես ինչպես ես Հա, գույնը ստեյքը է ձևա, ասենք ես շատ արյունը շատ ասենք կան որ ընդունված ասեն 4 հրալ է, դա արդեն ստեյք չի։ չոր չի չեմ ստեյք։ սիրում արյունոտ շատ Հետո մի բան ասեմ, չմոռան, խնդրում եմ չփորձեք կրկնել կոնյակի պահը։ Այո, դրա համար պետք է լինել սուպեր պրոֆեսիոնալ։ Այո, ահա, դա անգամ
շշից մենք չարեցինք, որտեվ կրակը ներս քաշի։ Եվ մենք ստեյքի հետ վայելեցինք եւ վայելում ենք օրգանական սպիտակ տակար, սա շատ հետաքրքիր գինի է, որովհետեւ ամբողջ ցիկլը օրգանական մեթոդով է արվում, սա առաջին հայկական սերտիֆիկացված օրգանական գինին է, սկսած հողը մշակելուց, մինչեւ պտուղը քաղելուց, այգին մշակելուց, չի օգտագործվում ոչ մի թունաքիմիկատ, ոչ մի այլ հարակից բաներ եւ անգամ մոլախոտերին վերացնում են գառնուկները։ Սա իմ ամենասիրած հատվածն է։ Սիրուն հատվածն։ Այո, այնպես որ մենք ստեյքի հետ այս անգամ ամառ են Արմենեն վայն, չէ՞։ Սպիտակ գինին, այո, Արմենիա վայն։ Մենք ընտրեցինք գույնը։ Այո, դուք Չմտածեք կարմիր պետքա լիներ ստեյքի հետ, չէ, մենք ուզեցել ենք էսի խմել։ Այո, ընդհանրապես հիմա կանոնները վերացել են։ Հա, մենք պետք Եվ չի ամեն մարդ իր քիմքին է լսում։ Իշ շորաս ու խմեցինք։ Այո, փորձեցինք։ Անուշ։ Ինձ հետաքրքիր է Ինչ փոփուկը։ նուրբը, չէ։ Շատ։ Հիմա իմացանք։ Ապրես։ Շնորհիվ քեզ մնանք արդեն Արմենեն վայնը ինչ որակի գինի ունի։ Շնորհակալություն։ Եվ դուք իհարկե այսօր այստեղից կհեռանաք ձեր շշով, որ Մերսի, վայել եք շնորհակալություն։ երկուսով առավոտյան, այն որ արթնանում եք, համբուրում եք, որ քնից չհանեք, շամպայնի բաժակով կարթնացնեք։ Ռոմանտիկ։ Դու ես չեմ կարող պատմել։ Ինքն այնքան խամություն է քաշում այդ բաներից, իբր չգիտի էլի որ Ժորժն տեցա։ Չէ։ Բայց ինչն է հետաքրքիր այս ամբողջ ընթացքում դե հասկանալի է նկարահանումը, մենք ստոպ էինք տալիս, շարունակում էինք եւ բավականին շատ հետաքրքիր բաներ էին տեղի ունենում։ Դուք պիտի ուղղակի տեսնեիք այս հարաբերությունները, Ժորժը անդադար կոմպլիմենտներ է անում, անդադար ուզում է գրկել, խոսում է, հմայում է եւ այդ իհարկե շատ յուրահատուկ բան է։ Ես ինձ զսպում եմ, այս մի ժամ է ես իրան Մի զսպեք։ կնամ պատճառ։ Հա։ Հարսանիքներ է լինում, հայկական բան, որ ասում են դե գորկա էլի, Գորկա, չէ, այս երիտասարդները հելում գնում են, ասենց բանա, չէ, ասենց թուշիկը, դուք ամուսիններ եք արդեն, մեծ շնորհքով գորկա, հելում գորկա, ինչ է կամ գորկա ցույց տամ ոնց են անում։ Գորկա։ Հրաշալի, ես միևնույն է հիացած եմ չեմ կարողանում Ես պոչիկներ կարել գորկա արեք ձերն արդեն։ Ինչն է պատճառը, մի քիչ շեղվենք հա ձեր կյանքից, որ այսօր շատ զույգեր չգիտեն, որ այս ամեն ինչը կարևոր է։ Չգիտեմ, չեմ կարող ասել դժվար է։ Դարդերս իրար տվեցիր։ Իրոք դժվար է, շատ կա։ Ես կասեի, որ այսօրվա մեր երիտասարդությունը ավելի շատ պետք է մի քիչ զիջողականություն ունենան, այսինքն ֆրանսերեն մենք ասում ենք պասիանս ունենան, որը համբերություն, որը մեր երիտասարդների մեջ մի քիչ հիմա պակասում է։ Շատ փոքր խնդիրներից արդեն ընտանիքի մեջ խնդրեմ առաջանում, խորհուրդ կտայի, որ մեր երիտասարդները իրոք ունենային ոնց ասեցիք, համբերություն, զիջողականություն մեկը մյուսի։ Եթե դա լինի, ընթացքում արդեն սերը ընտանիքը ձևավորվում է շատ լավ ձևով։ Իմ կարծիքով այդպես է։ Ձեր կյանքի ամենա այսպես բարդ խնդիրը, որ միասին հաղթահարել եք, ո՞րն է եղել։ Եղել է բարդ խնդիրներ ունեցել ենք։ Սկիզբը երբ որ Եվրոպայում ենք հայտնվել, շատ դժվարություն ենք տեսել սկիզբը, բայց հաղթահարել ենք։ Ինչու եք զբաղվում։ Ես գիտես ոնց ես ամեն ինչ սիրում եմ անել։ Շինարարություն, ես անգամ կարամ շոր կտրեմ, կարեմ։ Հիմա չեմ անում, բայց կարում եմ, գիտեմ անել։ Հոսանք, սանիտար Սանտեխնիկա։ Անում եմ, զբաղվել եմ, նորմալ է, դե ուրիշ բաներ եմ արել, չեմ ուզում ասել, վատ բան չեմ արել, լավ բան եմ արել։ Վստահ եմ։ Հա, շատ, պայքարել ենք, մենք միշտ պայքարում ենք։ Հավատում եք, որ մի օր դուրս կգաք այդ անկումից եւ չեք մտածի գոնե հացի խնդրի մասին, չեք մտածի երեխաներին պահելու, կերակրելու հասնելու։ Ինձ թվում է, որ հա, որովհետև ես իմ ամուսնու վրա վստահ եմ եղել միշտ։ Ինչքան էլ որ դժվար պահեր ենք ունեցել, ինքը կարողացել է այդ դժվար պահերից դուրս գալ, ստեղծել ինչ-որ մի բան անել, որ ի ընտանիքը ոչ մի խնդրեմ չունենա, չնեղվի։ Այդ բնավորություն ինքը ունի ու միշտ
չգիտեմ, էդի ստացել ենք մեր պապայից, ոնց էր ասած։ Անին իրեն ոնց էր դրսևորում այդ մի քիչ վատ օրերին, որտեվ կանանցից է շատ բան է կախված։ Ասեմ, ես խոսքի նման օրերի եթե եղել է, ասենք եղել է, դե չես կարող ասել, չէ, մեր 100% սա միշտ օքեյ է։ Անին ավելի թեթև է տանում։ Ինքը շատ թեթև է։ Որտեվ հավատում է ձեզ։ Հա, իսկ ես մի քիչ պետքա չէի տանջում ինձ, բայց մտածում եմ, որ ես պետքա պայքարեմ ամեն ինչի համար, որպեսզի լավ լինի իմ ընտանիքին։ Ինչպես եւ երբ սկսեցիք զբաղվել բլոգինգով։ Բլոգինգով ես նայում էի YouTube-յան հաղորդումներ, կային կարող չի անվանական ասեմ ումը, նայում էի մարդիկ ոնց են անում, բայց միջև այդ ես ասեմ, որ խոհանոցին շատ մոտիկ եմ եղել, շատ մոտիկ։ Սիրել եմ։ Փոքրուց մամայիս կողքը նստում էին, ոնց է այդ մեր հայկական ճաշատեսակներն եփում, հիմնականում խաշը։ Խաշը իմ համար շատ հետաքրքիր, ոնց որ մի օր իմ աղջիկն ասավ պապա, որ դու մեծելն ես, մի օր, որ արդեն չուզենաս անելու, վստահի ինձ, դա Մարիաս էր ասում։ Այդ հաղորդումները, որ նայում էի, պլյուս մեր երեխեքը Մարիան, Լինդան, Մարիան ու Տաթևիկը արդեն իրանք YouTube-ան կանալներ ունեին, մեկ-օպ արտիստներ էին։ Այո, միչև ձեր Միչև իմ սկսելը։ Դե այդ ժամանակ ես արդեն լավ խաշ դնել գիտեի, խորոված, քեբաբ, բան, հա։ Որոշեցի ասի երեխեք ջան, Մարիային ասի Մարիա ջան, ես ուզում եմ Մարիային մաճակ եմ ասում, մաճակս։ Ուզում եմ YouTube-ան կանալ բացեմ։ Հա, պապա, ինչ ես կարծում, հեշտ չի։ Ասա, բայց դու ինչ ես սարքում։ Ասի, դե Մարիա ջան, խաշ գիտեմ անել, բան։ Ասա, բայց շատ վիդեոներ պետք է անես։ Ասի, կանեմ։ Հետո մտածեցի, ասած, կարող եմ մենակ խաշ խորոված քեբաբ անեմ ու լրվեմ, կայնեմ, չկարնամ անեմ։ Ասեցի, դու կանալը ստեղծեք, ու Ժորժա։ Ահա։ Ու Ժորժա, Ժորժ ֆրանսերեն, Ժորժ, բայց հայերեն, որ թարգմանեց Գևորգ։ Ասի կանալի անում դու մենք ու Ժորժա, ու սկսում ենք առաջի վիդեոռոլիկը։ Իմ չբացահայտված քեբաբի ռեցեպտը, որ մարդիկ մեր հայերը շատ են ասում, Ժորժ ջան, Գև ջան, դե ասայլի, չէ ախպեր, կերեք խմեք, ինչքան գուզեք, բայց ռեցեպտ չեմ ասի, ոչ մեկի։ Ու առաջի քեբաբը սարեցի, դրինք YouTube կանալ, ու փառք Աստծո իմ YouTube կանալը չանցավ մոտ 4-5 ամիս, ես արդեն 360,000 հետևորդ ունեի։ Շատ արագ աճել է, շատ արագ։ Ու այնքան դրական մեկնաբանություններ էին գրում, ես զարմանում էի։ Հավատում էիք անի, երբ նոր սկսում էր Ժորժ իր ալիքը բացել, որ ասեց պիտի խոհարարական ինչ-որ բաներ լինեն, վիդեոներ, հավատ կար, թե մտածում եք մի փոքր այսպես կուրախանանք և… Հետո երեխեքին գիտես ինչ ասեցի, ասեցի Ֆամիլի Առությունյան բանկ դառնա մի օր, բրենդ կդառնա, պապա ինչ ես ասում, երեխեք ջան, մեկ, դուք արդեն ձեր YouTube-յան ալիքներն ունեք, դուք անում եք, հետո ես այն ոնց է ոգևորվային ժամանակ, որ երեխեքը անում էին, ես հաստատված արդեն ինձ հաստատուն էի համարում, որ ես անպայման իմ ալիքը կաճի, երեխեքը կնկարեն, մոնտաժ կանեն, մոնտաժ կանեն, հա ու կլինի ամեն ինչ ու իրականից եղավ Էրմինե ջան։ Ով էր նկարում սկզբում։ Սկզբում Մարիաս էր նկարում, հետո Տաթևիկը հերթով, հետո արդեն քանի տարի եկավ ժամանակ երեխեքը մի քիչ իրանց դասերը, գործերով, Մարիաս ամուսնացավ, երեխուներ բան, այդ ծանր բեռը, ընկավ Անահիտիս սերին, բայց մոնտաժը միշտ Տաթևիկս անում։ Օ, մոնտաժը Տաթևիկս անում։ Վերադառնալով հարցին ես չեմ մոռացել հարցը։ Սկզբում երբ սկսում էր YouTube ալիքը զարգացնել Ժորժը, հավատում էիք, որ դա կդառնա մի մեծ կյանքի սկիզբ, այն էլ այսպիսի։ Ես հավատում էի։ Հա, դուք գիտեիք, որ այսպես է լինելու։ Ես գիտեի։ Դե, չգիտեմ, ես էլ ասենք չի ասել, որ 100% անոց հավատում էի, բայց մտածում էինք, դե փորձենք, կլինի։ Երևի չէիք պատկերացնում, որ այս պատկերացում չունենք, ինչը ոնց է լինում այդ առօրյայի մեջ, որ չկաս, ասինքն չգիտես ինչ ոնց է լինում, բայց պարզապես փառք Աստծո, ոնց որ ասած շատ լավ եղավ։ Որ պահին հասկացաք, որ հայտնի եք։ Որ պահին, երբ որ առաջի արծաթի բանը ստացա մեդալը, կոճակը, այդ ժամանակ արդեն հասկացա
Էդի քեզ ասեմ, էդի իմ համար այնքան ոգևորվամ դրանով, այդքան ինչքան որ ոչ թե ոսկեով, այլ արծաթինով։ Ոնց որ արծաթը ինձ արդեն լրիվ առաջ տվեց։ Ուժեր տալիս։ Հա, շատ։ Հետո իմ երջանիկ օրեր իմ համար այդ օրը։ Շատ։ Հետո արդեն որ բանը ոսկի կոճակը ստացա, արդեն ինքը հանգիստ է։ Ես գիտեի կստանամ, որտեղ արդեն շուտով մոտիկ էի դրան։ Բայց առաջին դե որ ասում եմ շատ շուտ եմ ստացել, դե որ ասում եմ 360,000, իմացեք, ճիշտ է կոճակը ուշ եկավ, բայց արդեն 100,000 անցնում է, ստանում ես։ Այն մարդիկ, ովքեր որ նկարում են, նրանք շատ ավելին են տեսնում, քան այն մարդը, որ նկարվում է, որտեղ մենք տեսնում ենք նկարվողին իր կարգի տարբեր հոգեվիճակներում, իրավիճակներում, այ ինձ հետաքրքիր է Այն ինչ որ չի տեսնում հերոստատիտողը հանդիսատեսը հետևորդը, ես մի փոքր ուշ եմ հետ գալիս էլի հերոստատիտող բառից, հետևորդը, բայց դուք եք տեսնում։ Այ ինչ յուրահատկություն կա Ժորժի մոտ որպես արդեն էկրանի մարդ, մեդիայի մարդ, որ այ դուք գիտեք, որ նա այդպիսին է, բայց շատերը չգիտեն, կամ դուք գիտեք, որ այսօր այսպիսի մի բան կանի, որովհետև տրամադրություն չունի, կամ հակառակը շատ լավ տրամադրություն ունի, որ գուցե մենք էկրանից այս կողմ նայում ենք ու չենք հասկանում, քիչ փակագծեր բաց Կա են։ նման բաներ, ճիշտ։ Դա լինում է տենց բան, տենց օրեր, որ պատրաստվում ենք նախորոք, բայց Ժորժը սենց պետք է մտածի ինքը կամ տրամադրվի, լինում է օր որ տրամադրություն չունի, ասում է չէ, այսօր երևի չի ստացվի մոտ անջան, արի ստոպ տանք վայ։ Կամ որ գնում ենք միս առնելու այդ ժամանակ, ասենք մթերք առնելու, մեկ էլ տեսնում ասում վсё, մտածեցի արդեն, գիտեմ ինչ պատրաստենք, գնացի վիդեոռոլիկը ծնվում է, այտենց էլ է լինում։ Շատ անգամ այդ ժամանակը գիտես, որ ինձ շատ հարցնում են Ժորժ, բա հաջորդ ռոլիկը ինչ է լինելու, ասենք Չգիտեմ։ Տեղացի, չգիտեմ, այդ հարցը իմ ամենաչպատած երբեք ոչ մեկի չեմ պատասխանել դա։ Ասում եմ, մեր ժամանակը վիդեոռոլիկը ծնվում, երբ որ արդեն գնամ շուկա, խանութ, սնունդ է, մթերքը տեսնեմ, այդ ժամանակ կասեմ, անգամ անին, բա ինչ է սարքելու սա, անջան, գիտես որ չեմ պատասխանել դա արդեն, մի բան կանենք։ Ինչ է կարծում, ինչու են մարդիկ սիրում ու Ժորժը ալիքը յութուբյան։ Գիտես են YouTube-յան ալիքում մեկնաբանությունները շատ, մաքսիմալ շատ է, հիմա չեմ հասցնում կարծեմ, բայց սկիզբը իմ համար շատ հետաքրքիր էր։ Իրանք սիրում էին մեր դիալեկտը, ակցենտը, ռուսերեն, ֆրանսերեն, հայերեն, ոնց որ ասում են Եվ Մարտունի։ Չէ, Մարտունի բառ չէի գցում, բայց ուզեք հնչերանգը մի փոքր կա։ Կգա, բայց չնի կգա, ճիշտ է։ Էդի մի քիչ վախենում էի վատ մեկնաբանություններ, կային գրողներ, կա։ Քիչ, շատ քիչ, բայց հիմա չկա ընդհանրապես բրծել այդ է։ Դե երևի սկիզբներ, տենց, բայց ինչ մի քիչ անհանգստանում էի դրա համար, երեխեք ասում են պապա, դա նորմալ է, դա չի կարող, առանց դրան չի կարելի։ Այդքան պլյուսի մեջ մի հատ մինուս դու ես հաշվառում։ Մոնետիզացիան միացրած է, չէ՞ ալիքի։ Այո, շատ լավ է։ Քանի որ ռուսերենով է բլոգը։ Ինչի համար է ռուսերեն։ Նախ բացի այն որ ինչու համար է ռուսերեն, ինձ հետաքրքիր է այ հայ աուդիտորիան ձեզ ավելի ուշ ճանաչեց, քան ռուսալեզու աուդիտորիան։ Ինձ հետաքրքիր է դա։ Ավելի ուշ է ճանաչել։ Առաջինը ճանաչելա, ընդհանուր ճանաչելա ռուսախոսներին։ Ոչ թե իմենա հատուկ ռուսները, այլ ռուսախոսները, որտեղ ասենք եղել է երկրորդ, երրորդ վիդեոռոլիկների մեջ հարց եմ տվել, ով որտեղից է նայում։ Ու այդ հարցը միջև հիմա տալիս եմ, ինձ միշտ հետաքրքիր է որտեղից է նայում։ Աշխարհի բոլոր ծայրերից է գրում են ամենտեղ էլ ռուսախոս կա, չէ՞, ռուսերեն կարևոր չի ռուս լինի։ Դա մեկ։ Երկրորդն է ինչի է ռուսերեն։ Ես ոչ թե հատուկ ռուսերեն ասենք հայերեն կարայի անեի, ասենք ինձ շատ են գրել մեր հայերեն խոսա, ինչի հայերեն չես խոսում, ինչի ռուսերենը թույլ է, չես կարող խոսալ, ինձ չի մտահոգում էդի, պարզապես չպետք իրանք հասկանալով պետք է չգրեն էդի, ես ներկայացնում եմ հայկական խոհանոցը, հայկական խոհանոցը Հերմինե ջան, բոլորն է գիտեն, մաման գիտի, ոնց է տոլմա փաթում մամային պեչի YouTube-ով բացատրես են, մյուս մամային են, մյուս տատիկին Էդի, օքեյ, ես ուզում եմ մեր հայկական խոհանոցը, պրինցիպալ, որտեղ ես ուրիշ վիդեոռոլիկներ եմ նայել ուրիշ ազգերի,
իրանք ռուսերեն խոսում են, իրանց խոհանոցը պնդելով ճաշատեսակները առաջ են քաշում, չէ՞։ Իսկ ես էլ էտել եմ։ Մտածեմ, որ պետք է սենց լինի, всё, վերջ թեմա չկա։ Ու փառքաստու լավ եղավ։ Մենակ մեկ մեկնաբանություն ռուսերեն չգիտես խոսալ, մի խոսալ։ Լավ էլ խոսում եմ, շատ լավ է։ Բրավո։ Համարձակության համար 5, ինչպես ասում են։ Անահիտ չի մտահոգում ինձ։ Մենք Անահիտին Անի եւ Բայց լավ գինի ասեմ։ Դիմում, որովհետեւ երկու կերպ էլ դիմում են Անի եւ Անահիտ, չմտածեք ես քեսից մոռանում եմ անունը։ Հաճելի է, երբ դուրս եք գալիս միասին կամ Հայաստանում եք լինում եւ հասկանում եք, որ սիրված է ձեր ամուսինը, ճանաչված, ինչ զգացողություն եք ունենում։ Ես շատ ուրախանում եմ ու շատ ինձ լավ եմ զգում ու տվյալ անձերին էլ, ասինքն լավ ձևով ընդունում ենք, ողջունում ենք, որ մոտիկանում են, նկարվելու, թե ասում են, որ ձեզ գրանցված ենք, ձեզ շատ սիրում ենք, ձեր ընտանիքը, մեր հետևորդներին ու շատ շնորհակալ ենք բոլորին։ Իրոք շատ, որ մոտիկանում են մեզ, մենք շատ լավ ենք մեզ զգում ու նույն այդ հաճելիությունը մենք փոխանցում ենք իրենց, որ իրանք էլ լավ զգան։ Չգիտեմ, ուշադրությունը շատ լավ է։ Հանդիպումներ շատ կա։ Ավակ սերունդը մի քիչ դժվար է պատկերացնում այս ամենից ինչպես բիզնես դարձնել։ Լավ իմաստով։ Հիմա ձեր պարագայում դուք երբ հասկացաք, որ այն ինչ որ դուք անում եք, դա բիզնես է, եւ դուք դրանից կարող եք գումար աշխատել։ Անցել է, երևի մի տարի նոր հասկացել եմ։ Դե ես սկիզբը չեմ հասկացել, որ էսի բիզնես է։ Իհարկե, դրա համար եմ հարցնում, վստահ լինելով, որ հաստատ չեք հասկացել։ Խոհանոցը ներկայացնեի, սիրում էի հաղորդումներ անեմ, նկարահանվեմ ու ցուցադրեմ, բայց որպես ասեն գումար աշխատելու նպատակ չի եղել, դա չեմ մտածել։ Հետո որ սկսեցի արդեն Գերմանիայից, առաջինը սկսվել է Գերմանիայից, թե Հայաստանից։ Նո, Գերմանիայից մաստեր կլասների էին հրավիրում։ Այնտեղ էլ ռուսկին էմեց են ասում իրանց, Կազախստանից վերադարձածները։ Մասը որ շատ մեծ բանակ ունեմ, հետևորդների բանակա Գերմանիայում շատ հեռվից 500 կիլոմետր, 600 գալիս էին, որ մասնակից լինեին։ Այն տվել ռեստորանը, որ իրանք վերցում էին ինձ համար հրավիրում էին, մոտ կարող լինել 120-130 տեղանոց, դրսում գալիս էին անգամ ժորժ, կանչում էին դուրս, նկարվենք, նոր հետ գնանք։ Չենք ուտի բան, բայց պարզապես քեզ տեսնենք։ Հետո էդի գնաց, էդի շարունակվում է մինչև հիմա էլ Գերմանիայում էլ, Բելգիայում էլ ու մեր Հայաստանին եղել առաջինը խորովածի փառատոնը։ Եվ դա առաջին հրավերն էր կոմերցիոն արդեն հրավեր։ Չէ, ոչ կոմերցիոն։ Ոչ կոմերցիոն։ Չէ, մտածեք գումար աշխատեմ, պարզապես շատ է ուզում ներկա գտնվել։ Իսկ լինում է պահ, որ հոգնում եք օպերատորի աշխատանքից։ Դե կարա լինի ոյ։ Լինում է պահ, որ հոգնում ես, բայց աշխատում ենք, որ չօգնենք։ Դուք հասկանում եք, չէ՞ որ ամբողջովին կախված եք Տիկին Անահիտից։ Բա, տեսա, իմ գործը մեծ գործը։ Слово даю։ Կոմար ամեն ինչ լավ կրնի, խոսք եմ տալիս։ Спасибо, дорогой։ Հա ինքը շատ անգամ հոգնում է, դժվարությամբ է։ Իհարկե դա դժվար է։ Եվ որ թորնիկները մանավանդ ուզում ենք նկարենք ու մեր թորնիկները մեր տուն են, դա Անայի համար շատ խնդրեմ է։ Բրավո։ Ես Ես հիանում եմ ձեր ընտանիքի աշխատասիրությունը։ Ես հիանում եմ այն ջիղով, որ դուք ունեք, եւ իհարկե ամենաքաղցր հատվածը թորնիկների, աղջիկների, դա թողել եմ, որ մենք վայելենք աղանդերի հետ միասին։ Խոսելու ենք Վալան գրուպի մասին, Վալան գրուպը գիտեք արդեն 25 տարի է ծավալում է իր մեծ գործունեությունը Հայաստանում եւ շատ շուտով նաեւ հրաշալի նորություններ դուք կունենաք իմ սիրելի գործընկերոջից եւ ես այս տարվա ընթացքում, քանի որ տոնական է լինելու տարին, մշտապես ձեզ կներկայացնեմ եւ նորությունները եւ ակցիաները եւ նոր բացվող խանութ սրահների հասցեները եւ իհարկե կպատրաստեմ սիրելի թիմի հետ միասին տարբեր նյութեր, որից մեկը կդիտեք հենց հիմա։
Դուք հավանաբար հիշում եք այս առանձնատունը, որտեղ ես եւ Վալան գրուպ ընկերության փոխտնօրեն Անուշիկ Կարապետյանը շրջայց ենք կատարել։ Մենք կրկին առանձնատանն ենք եւ հիմա էլ Վալան գրուպ ընկերության գործադիր տնօրեն Վլադ Կարապետյանի հետ շրջայց ենք կատարելու կահույքի հատվածում եւ կահույքի մասին ենք պատմելու, որովհետեւ կահույքը պատրաստել է Վալան գրուպ ընկերությունը։ ինչպես միշտ։ Դե Էմիլիա ջան, սկսենք նախ նրանից, որ հաճախորդը շատ ուզում էր, որ տունը լինի կլասիկ ոճի մեջ, բայց չէր ցանկանում, որ լինեին շատ կլասիկ օրնամենտներ, դետալներ, դրա համար ընտրվել է նեոկլասիկա ոճը ամբողջ տան համար, թե խոհանոցը, հյուրասենյակը եւ ինչպես նաեւ ամբողջ սենյակները։ Նշեմ, որ ֆասադային դետալները ամբողջ խոհանոցի չի արվել CNC փորագրումով, այլ ամբողջը ձեռքի աշխատանք է, այսինքն մասնագետները ձեռքի աշխատանքի միջոցով ստացել են այս դիզայնը, երաշերտ ամբողջ վրայի այս գոգավորությունները ձեռքով են արված։ Թե դռները, թե քիվերը, թե այսպիսի հաստ դետալները ամբողջը կարելի ասել ձեռքի աշխատանք են։ Օգտագործվել են այստեղ միայն եվրոպական աքսեսուարներ, ներկերը իտալական Icro ընկերության ներկերն են, երաշերտ էմալապատ դռները բոլոր, օգտագործվել է գերմանական Խեցիխ ընկերության կողմից աքսեսուարները, բոլոր ծխնիները, սահուղիները, դարակաշարերը։ Նշեմ, որ առաջի պայմանը եղել այն, որ պետք է լինի բավականին շատ կահույքը պետք է լինի շատ տարողունակ, դրա համար բոլոր դարակները արվել են ցենց ասած մեծ եւ փոքր դարակ, ու ինչպես մեր բոլոր պատվերների դեպքում, նույնպես այստեղ պահանջված է եղել տնային տնտեսու կողմից շշադարակներ, ինչքան հնարավոր է շատ։ Եվ դե իհարկե Էմիլիա ջան, ինչ խոհանոց առանց սառնարանի, այստեղ ունենք երկփեղ ներկառուցվող սառնարան, բավականին տարողունակ։ Այստեղ իրականացրել ենք պահարանները, հյուրասենյակում գտնվող պահարանները։ Այստեղ ունենք բառային հատված, խմիչքների համար նախատեսված, ճիշտ է, դեռ դատարկ է։ Ունենք սպասքի համար նախատեսված ընդլայնված տարածք, ֆացետավորված հայելի ունենք հետնամասում, ավելի ընդգծող տեսք տալու համար պահարանին։ Էմիլիա ջան, ինչպես նաև բացի խոհանոցից, հյուրասենյակից եւ ընդունարանից Վալան գրուպ ընկերությունը կահավորել է լոգասենյակները, զգեստապահարանները Եվ այն ամենը ինչ որ կահույքի հետ է կապված եւ փայտի հետ, ճիշտ եմ հասկանում։ ու թե այո։ Պատրաստելու եմ շատ հեշտ, համեղ, թարմ, մի փոքր էլ արփեցնող աղանդեր։ Վանիլային պաղպաղակ, Armenia Wine ընկերության տակար խաղուն գինին, սա իմ ամենասիրելի գինիներից մեկն է։ Եթե նկատում եք, ես փոքր շիշն եմ օգտագործում, շատ հարմար է, հատկապես եթե ճանապարհորդելու եք գնում եւ ուզում եք հաջորդ օրը առավոտյան արթնանալ մեկ բաժակ խաղուն գինի վայելելով, ապա այս շշերը շատ հարմար են։ Պաղպաղակի վրա ավելացնում եմ խաղուն գինի եւ առատ հատապտուղ։ Եվ իհարկե իմ սիրելի ծաղիկներն ենք դնում։ Մենք փորձելու ենք շատ պարզ բաղադրիչներով աղանդեր, շամպայն, վանիլային պաղպաղակ եւ հատապտուղներ։ Իհարկե զարդարել եմ ուտելի ծաղիկներով։ Merci. Սպասի, շամպանսկին։ Դա։ Հեսա կխառնվի պաղպաղակի հետ։ Ծաղիկներն է շատ սիրուն։ Մարչյուզում ուտի։ Կերը ուտելու եմ։ Գիտեմ։ Աղանդերը շատ թեթև էր, այսպես ֆլիրտ անելու տրամադրության աղանդեր էր, Հա, չէ՞։ Դե իհարկե ես խոստացել եմ, որ քաղցր բաժնում խոսելու ենք ամենաքաղցր բաներից, անից, 5 աղջիկներից եւ 9 թորնիկներից։ Խոսել։ Եվ իհարկե ձեզանից։ Մատկերայինա։ Մատկերայինա, այո, 5 աղջիկ։ Շատ շատերը 1-2 երեխա ունենում են եւ համարում են, որ դե
Բավարար է։ Բավական է, արդեն քիչ կտանջվենք, մի քիչ մեծանան, մեզանով կզբաղվենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչպես գնացիք այդ Երեխա բավարար չկա։ 5 երեխա օգնեք հասկանալ, մեկ երեխա ունեցող Հերմինեիս։ Մեկ երեխա։ Որ մեկ երեխա ունենալը շատ քիչ է։ Աստված բայ բոլոր բալիկներին, բայց մեկը շատ քիչ է։ Պետք է մինիմում հայ օջախում լինի 3 երեխա։ Պահ լինում մենք Հերմինե ջան, դաժե մտածում ենք, խի պետք է 2 հատ էլ ունենայի աղջիկ։ Պատկերացա այս բայրանում։ Աղջիկ։ Հա, այդ աղջիկ։ Ես սիրում եմ շատ Ես էլ եմ աղջիկ։ շատ Բայց մենք մա շատերը մտածել են, որ 5 աղջիկ է, դուք անպայման տղա եք ուզեր Չէ, ունենալ։ ես Մենք աղջիկ միշտ շատ եմ ենք սիրել, սպասել, շատ։ միշտ աղջիկ ենք Դե հա ցանկալի է որ 2 սերից էլ ունենա ընտանիքը, բայց մենք շատ ենք ուրախացել, որ մենք 5 աղջիկներ ունենք, ու ես հիանում եմ իմ աղջիկներով, իմ աղջիկներս շատ լավն են, շատ ռեսպեկտով են։ Ամեն մեկը կարողացա օտար երկրում դաստիարակվել այնպես, որ լինեն իսկական հայուհիներ, այդպես։ Դա լինում էր օրեր, ես ասում եմ երեխեք ջան, որ մետրո եք նստում, բան, վերջ մենք հայ ենք, կարողա դուք չեք ճանաչում, բայց յան քո պապային, քո մամային ճանաչում են։ Դե աղջիկներն ջահել են, խնդալ, ծիծաղել ավելի ճիշտ, տենց ասում եմ շատ հա, ավելորդ բաներ ձեզ թույլ չտակ, բան, տենց։ Դա ռեսպեկտա ծնողին, որտեղ մենք ամեն դեպքում հայ ենք, որ երկրում էլ ապրենք, ու փառք Աստծո շնորհակալ եմ մեր աղջիկներից շատ լավ են։ Ես ասում եմ գլուխը չխոնարհվի հանկարծ։ Դա իմ համար վերջն է։ Շատ լավ են, փառք Աստծո։ Բայց Եվրոպայում մեծացած երեխա։ Մուրադը ոնց հա։ Այո։ Բայց Եվրոպայում մեծացած երեխաներ, այնտեղի կրթություն ստացած, այնուամենայնիվ միջավայրը, ինչպես է կարողացել այդպես հայեցի մեծացնել, որովհետև միայն ընտանիքով չես կարող ամբողջովին ստանալ այն արդյունքը, որ Ես համաձայն եմ։ լեզուն պահպանել, մշակույթը պահպանել, սովորույթները, ավանդույթները։ Ես համաձայն եմ, շատ դժվար է եղել, ասինքն դժվարությունը որն է, որ ասինք, եթե երեխան մի քիչ էլ խելացի է լինում, որ բացատրում ես, երեխան հասկանում է, բայց իրոք դժվար է օտար երկրում երեխուդ մեծացնել ոնց որ դու ես ուզում։ Վալա։ Բայց փառք Աստծո, ստացվել է, երեխեքը խելացի են, լսել են, ընտանիքից են շատ բան սովորում, լսում, մենք հույր ենք ունենում, մենք շփվում ենք մյուս ընտանիքների հետ, տեղից երեխեքը ինչ որ շատ բաներ դաստիարակվում են, տենում են, ճիշտն ու սխալը հասկանում են, չգիտեմ։ Քանի տարեկան են։ Հիմա Այո։ մեր մեծը 89 թիվն է, արդեն 37, հա։ 37, նոնաս, երկրորդ աղջիկը Դիանաս 35-ը, 91 թիվն է, երրորդ աղջիկը 96 թիվն է, արդեն ես ունեցել եմ միայն 30 տարեկանում։ Մենք ասել ենք Բելգիա, մի ամիս հետո Մարիան ծնվել է։ Մարիա Էլիզաբետ։ Մարիա Էլիզաբետս 30 եղավ, նախավերջինը Լինդան արդեն 27 տարեկան է, իսկ ամենափոքրը Տատևիկ Լոլիտաս 25 տարեկան է, մայիսի 1-ին 25 լրացավ այս տարի։ Հա, բայց իրոք ոնց որ ուզենամ ասեք, հետո 20, այն մյուսը 18, այն մյուսը 16, Շարունակվեր։ Ինչի՞ չհամաձայնվեց։ Մի քիչ արդեն հոգնում էի, ճիշտ ասած միայնակ եմ մեծացրել, այսինքն Ժորժի հետ միասին, բայց դե միշտ էլ օգնության կարիք զգում ես, տատի, պապի չկա մեր կողքին ոչ մեկ, այտենց մի քիչ դժվարություն եղել է, բայց սա ոնց որ ասենք ֆրանսերեն շատ լավ է։ Թորնիկները, կյանքի թորնիկները։ Հա, սա պապիկ տատիկները։ Շատ, ես Այդ ինչ զգացողություն է, որ մեկ էլ ինչ որ մի կետից մարդիկ ուզում են պապիկ տատիկ դառնալ։ Դա շատ անբացատրելի է։ Հիմա Ալեքսը ամենապստիկ տղաթոռը։ Ալեքսա Մարիայի տղեն է, Մարիա Էլիզաբետի։ Այն մուլտֆիլմը նայում շատ Սինի տրակտոր, պապալամ, ռուսական մուլտֆիլմ գիտեմ։ Այդ խաղալիքը շատ է սիրում։ Ամբողջ Երևանում գիտես շքանքները մանեկ է, որ մի հատ ճարել եմ ազիվ այդ խաղալիքը, որ տանեմ Ալեքսին լավ զգա։ Պապի տուր, հեռախոսի մեջ տուր ասում այն խաղալիքը։ Կյանքը մազերը երկար դրած կաս աղջիկա ինքը։
Ունեք ինչ-որ ընտանեկան ավանդույթ, տարվա կտրվածքով, շաբաթվա կտրվածքով, որ այդ պահերին հասկանում եք ինչ երջանիկ եք ու ինչ լավ է, որ բոլորդ իրար հետ եք, որ ունեք այսպիսի Իմ ամենաերջանիկ օրն է, որ հավաքված ենք բոլոր աղջիկները։ Այո։ Արդեն որ բոլոր աղջիկները միասին են սեղան են ստանալու, ես այնքան հանգիստ եմ զգում, բայց միշտ ասում եմ փոքր ընտանիքը մեկը։ Հա։ Ասում եմ Անի ջան, քիչ են, 7 հոգի ենք, հա դե այն ժամանակ թորլիկները չկային դեռ։ Ասում եմ քիչ են, շատ պետք է լիներ ավելի։ Այո։ Երջանկություն է։ Շատ մեծ ընտանիքը շատ լավ է։ Մանավանդ որ դու գոհ ես քո ընտանիքից, հա բարձր մենք չենք ասում մենք մեզ գոհ ենք, չէ, շատ խելացի երեխեք ունենք Փառք Աստծո։ Գիտեք, ես ես լսում եմ, բնականաբար հասկանում եմ, որ կան բարդություններ, օտար երկրում ապրելու, մեծ ընտանիք ունենալու, աշխատանքի եւ այլնի, բայց հասկանում եմ, որ նաեւ ձեր երջանկությունը վերաբերմունքի արդյունք է։ Ինչպես եք դուք վերաբերվում ձեր կյանքին, անդադ պոզիտիվն եք, ինչպես հասկանում եմ, տեսնում, լավատես եք, մի տեսակ լուսավոր կերպով եք ամեն ինչը տեսնում։ Այո, պետք է լավատես լինես, շատ կարևոր է, հա, լավատես լինես։ Դե պետք է մի քիչ անտեսես ոչ պոզիտիվները, լավատես լինես, կլինի ամեն ինչ կստացվի ընտանիքում։ Չէ՞ Անի ջան, կյանքս։ Իսկ Հայաստանում կրկին ապրելու, հետ վերադառնալու պլաններ ունեք։ Ընդհանուր որ ասենք հետ վերադառնալու մեր երկրորդ աղջիկը հնարավոր է չգիտես կոնկրետ կվերադառնան թե չէ ոչ բայց իրանք բիզնես պլան ունեն Հայաստանի վրա որտեվ Վարսահարդար լավ մեծ սալոն ունեն դե Բելգիայում Դիանա Արուչունյան չէ աղջիկս ունի շատ լավ սրա ուզմա ֆիլիալ ունեն Հայաստանում ահա Դեյտի ապագայում տեսնենք։ Ձեր երկու աղջիկները բյութի ոլորտում են, գեղեցկության ոլորտում։ Երեքներ։ Դիանան, Մարիան ու Լինդան։ Բայց Տաթևիկը մեկոպ։ Մեկոպ ու մեջը կայինք։ Հա, մեջը կա։ Գեղեցկության ոլորտից բյութի ոլորտից են, այսինքն մեկը երեքը վարսահարդարությամբ են զբաղված, վարսահարդարներ են, մեկը մեյքափ արտիստ է, դիմահարդարման, եւ ճիշտ եմ հասկանում, որ երեքը իրար հետ են աշխատում, թե ոչ։ Չէ, երկուսն են իրար հետ աշխատում, բայց Մարիան ինքը հա, Մարիան գնում է, բայց Մարիան վարսահարդար չի։ Ինքը մեյքափ արտիստ է, բայց միասին քույրիկներով աշխատում են։ Բրավո։ Իսկ փոքր քույրիկը։ Փոքր քույրիկը Տաթևիկն է ինքը մարքեթինգով է։ Մարքեթինգի ոլորտում։ Ինքը մարքեթինգի ոլորտում է։ խոսում։ Բայց էլի համաշխարհային բրենդերի հետ է հիմա աշխատում։ Այո, Իրանը շատ լավ է։ Նոր սկսնյակ է, բայց շատ լավ է։ Ես ուզում եմ ասել մի օրհնություն, որ քրիստոնյա ընտանիքում ընդունված է, Աստված պահի ձեր ընտանիքին, Շնորհակալություն Հերմինե ջան։ Ձեր աղջիկներին, ձեր թոռներին միշտ միասին լինեք, ոչինչ չխանգարի այս միասնությանը, համերաշխությանը, սիրուն։ Ես շատ երջանիկ եմ, որ այս հանդիպումը տեղի ունեցավ։ Ես գիտեմ, որ դուք հաշված ժամեր ունեք եւ պիտի մեկնեք, բայց այս հանդիպումը ստացվեց եւ շնորհիվ ձեզ ստացվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես սպասում եմ ձեզ Հայաստանում։ Ես սպասում եմ ձեզ էլի Հայաստանում նոր հանդիպումների ձեր մեծ ընտանիքի հետ միասին։ Միշտ բաց է մեր դռները եւ մենք երջանիկ ենք, երբ հայը տուն է գալիս, արարում է այստեղ, լավ ժամանակ է անցկացնում եւ այդ էներգիան, որը հավաքում է գուցե ուրիշտեղ, նաեւ այստեղ բերում է իր հետ եւ սփռում է իր շրջապատին։ Շատ փոխադարձ ամեն ինչ։ Հերմինե ջան, ապրես, կենաց ջան, դրուզյա ջան։ Ու Ժորժա Ալիքին, որը կգտնեք YouTube-ում, կզարմանաք այդ թիվը երբ տեսնեք 1.830.000 հետևորդ, ես երազում եմ այդ օրվային, ես էլ կասեմ ունեմ 1.830.000, այս պահին դեռևս իհարկե հպարտանում եմ իմ 39,000-ով, բայց շատ ուրախ եմ եւ երջանիկ, որ հնարավորություն ունեմ իմ Ալիքում ներկայացնելու հենց այսպիսի հայերի եւ մարդկանց։ Կհանդիպենք շուտով, 10-10։ Մենք խոսք ենք տալիս կհանդիպենք նորից։ Այո։ Սիրով։
Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM